Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, այսօր էլ միասին շարունակելու ենք պարապել քննական հարցաշարերը, որպեսզի քննության ընթացքում ձեզ զգաք վստահ, ազատ եւ պատրաստ ցանկացած իրավիճակի։ Մեկնաբանություններում կարող եք շարունակել ուղղել ձեզ համար անհասկանալի հարցերը, իսկ մենք սիրով կպատասխանենք հետագա հաղորդումների ժամանակ։ Ողջույն, ընկեր Արթուր։ Ողջույն, Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ, դու։ Ես էլ լավ, շնորհակալ եմ շատ։ Այսօր նոր թեստ ենք, չէ՞, սկսելու։ Սկսենք։ 15-րդ թեստը։ Սկսենք։ Ես պատրաստ եմ։ Մի անգամից անցնենք թեստին։ 15։ Լավ։ Ընտրենք 15-րդ թեստը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թույլատրելի առավելագույն զանգված է համարվում լրակազմված եւ լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, վարորդով, ուղևորներով եւ բեռով բեռնված լրակազմված եւ լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը։ Մենք կընտրենք երկրորդ պատասխանը։ Ինչու՞։ Առաջին պատասխանում չկա վարորդը եւ ուղևորը։ Իսկ երկրորդ պատասխանում ուշադիր պիտի լինես կարդալուց հայտնաբերես նախադասության մեջ 5 կետ, 5 էլեմենտ՝ վարորդ, ուղևոր, բեռ, լիցքավորում եւ լրակազում։ Լրակազում այդ կցորդն է, եթե կցորդ կա, կցորդն էլ հետը։ Այդ բոլորը միասին իրար հետ գումարած կլինի տվյալ տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը։ Իսկ առաջին պատասխանը սխալ է ինչու՞։ Որտեղ ինքը համարում է թերի, վարորդը եւ ուղևորը չկա այստեղ նշված։ Հա, հասկացա։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կարգավորող է համարվում ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը երթևեկության ցանկացած մասնակից, վարորդ, ուղևոր կամ հետիոտն, որն անհրաժեշտություն առաջանալ դեպքում կատարում է կարգավորող գործողությունները առաջին դեպքում։ Ճիշտ է։ Սխալ կլինի ցանկացած մարդը իհարկե ցանկացած մասնակից, օրինակ ես, դու, թեկուզ այդ ժեստերը շատ լավ սովորենք, այդ կարգավորող դիրքերը, տեսնենք խաչմերուկում ինչ որ խնդիր առաջացել խցանում, փորձենք դուրս գալ եւ կարգավորել այդ խաչմերուկը, դա թույլատրելի չի։ Ով օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրավասությունը ունի, նա կհամարվի կարգավորող։ Լավ, մյուսն ենք նայում։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները, հետևի մասում տեղադրված է սպիտակույնի լույսերով հետընթացի լապտերիկներ։ Երկու դեպքում էլ էստեղ, որովհետև սպիտակը կարգելի չէ, հետևում։ Բայց արի հասկանանք։ Մի փոքր դանդաղ կարդանք, լավ, որպեսզի հասկանանք։ Հետևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով հետընթացի լապտերներ։ Որն է հետընթացի լապտերը, կարող ես հիշել։ Հետընթացի։ Այո։ Որ մեքենան հետընթանալ, հետընթաց։ Բայց տենց լույս։ Զադնին։ Նկատած կլինես, երբ որ վարորդները ուզում են զադնի խոտ, հետընթաց կատարեն մեքենան։ Բայց լույսը որպես այդպեսին չեմ նկատել։ Սպիտակ գույնով լուսավորվում է։ Ինչու՞։ Հետևում կա սպիտակ լույսեր։ Հենց վարորդը փորձում է մեքենան հետընթաց կատարել, սպիտակ գույնով լուսավորում, որպեսզի հետևը նկատելի լինի, տեսնես։ Հա, առաջ անգամ լսում մոտարու։ Ես մտածեցի են մարգատ ասվածը թարթիչները, որ թույլատրելի է դիմաց սպիտակ ու տեղին, հետևում տեղին ու կարմիր չէ, եթե չեմ սխալվում։ Թե էլի սխալ եմ ասում։ Չէ, նախ այդ մարգատ ասածը տոմսերում գրված է, այսպես է գրված շրջադարձի ցուցիչ։ Հա։ Շրջադարձի ցուցիչները դիմացը պետք է լինեն, ու հիմնականում իրանք թե դիմացը առաջամասում եւ հետնամասում լինում են դեղին նարնջագույն, բայց դիմացը կարա լինի նաեւ սպիտակ, դեղինի փոխարեն, նարնջագույնի փոխարեն, հետնամասում կարող է լինել կարմիր։ Իսկ հետնամասում հիշիր, գոյություն ունի ընդամենը 2 լույսային սարքավորում պարտադիր սպիտակ գույնով։ Դա համարների հաշվառման համարնշի լուսավորությունն ապահովող լապտերիկներն են եւ վերջապես երկրորդը սա է։ Հետընթացը պիտի լինի սպիտակ գույնով։ Այդ երկու լույսային սարքավորումը սպիտակ է։ Ուրիշ սպիտակ լույսային սարքավորում հետնամասում չպետք է լինի։ Սա համարվում է նորմալ, այ շահագործումն արգելում այս դեպքում բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտին գիտես չէ՞ որ։ Դա ամենակարևորն է, եթե բացակայի կարգելվի։ Շատ լավ։
Մյուսը Վարորդներից որն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, ով չունի աչի ցարված։ ապրես, շատ ճիշտ ես, դե հիմա նայի, ով ունի առաջնահերթ երթևեկելու Կարմիր իրավունք։ մեքենան։ Այո։ Կարմիր մեքենան, Իսկ առաջնահերթ երթևեկության, Ավտոմոբիլի վարորդ, մոտոցիկլը այստեղ զիջողի դերում է, քանի որ նա կստանա աչից հարված, հենց կարմիր մեքենայի կողմից։ Շատ ճիշտ ես։ Ապրես։ Մյուսը նայեք։ Խաչմերուկը երկրորդը կանցնի։ Հավասարազոր խաչմերուկա նշաններ չկան։ Ապրես։ Աչից հարվածի սկզբունքն է։ Ճիշտ։ Աչից հարված։ Կապույտը կստանա։ Կանաչները կստանա։ Այո։ Կարմիրը կստանա։ Ում կողմից։ Ոչ չէ, աչից հարված, ձախից հարվածին կստանա։ Ուրեմն առաջինը կանցնի կարմիրը, երկրորդը կանցնի կանաչը, երրորդը կապույտը, երկրորդը կանաչը։ Ըստ հարցի պահանջի երկրորդ թեթև կանցնի, մենք նշում ենք կանաչ ավտոմոբիլը։ Շատ ճիշտ բացատրություն էր իհարկե։ Որ նշաններից հետո է առանց թույլտվության երթևեկությունն արգելվում։ Առանց թույլտվության Այդտեղ պիտի կանգ առնես, քեզ տան թույլատվություն, ինչ որ մի աշխատակցի կողմից ստանաս թույլատվություն, նոր շարունակես քո երթևեկությունը։ Ուրեմն այդ նշանները B-ն եւ G-ն են։ Այս նշաններից իրենք շատ նման են իրար, եւս մեկ նշան կա, դե մաքսային կետ, վտանգ, ունենք նաեւ ստոպ հսկիչ կետ։ Նման են իրար ինչ առումով կլոր, եզրերը կարմիր, մեջտեղում են սենց սև հաստկի ծանց։ Այդ երեք նշաններից որին էլ որ հանդիպես, պետք է կանգ առնես, ստանաս թույլատվություն, նոր շարունակես։ Առանց կանգնելու, առանց թույլատվություն ստանալու շարունակել երթևեկությունը չի թույլ տալիս։ Հասկացա։ Այս դեպքում B-ն եւ G-ն, այս նշանների դեպքում կանգնում ենք թույլատվությունից հետո շարունակում։ Այս դեպքում նվազագույնը որքան հետո կարող է հանդիպել հավասարազոր խաչմերուկ։ Նվազագույն ասած ինչ հասկացար։ Նվազագույնը ամենակիչ։ Ապրես, ամենակիչը։ Կարող է հանդիպել հավասարազոր խաչմերուկ։ 100 մետր։ Ինչի 100։ Հենց նոր դու ճիշտ պատասխանեցիր։ Նվազագույնը այդ ամենակիչն է։ Հիմա նախազգուշացնող նշանները բնակավայրերում 50 մետր։ Ապրես 50 մետր։ Ինչու, որտեղ նախազգուշացնող նշանները եթե տեղադրում են բնակավայրերում 50-ից 100 մետր առաջ, ուրեմն իր նվազագույնը կլինի արդեն 50-ը։ Լավ, դե չենք նշի նվազագույնը 100, որտեղ 100-ը դա առավելագույնն է։ 50 մետր։ Այո, նվազագույնը 100։ Այո, եթե հնչեր հարց առավելագույնը որքան մետր է, արդեն կնշեինք 100, բայց քանի որ նա հարցնում է նվազագույնը որքան հետո կնշենք այստեղ 50։ Իսկ 150-ը սխալ պատասխանը, քանի որ դա բնակավայրերից դուրս արդեն 150-ից 300 մետր առաջ տեղադրված լինում նախազգուշացնող նշան։ Սլակներով նշվածներից որ ուղղությամբ կարելի է շարունակել քարշակումը։ Այն ինչ նշան է ինձ հետևից։ Ինչ նշան է։ Այս նշանը արգելող նշան է եւ մեզ արգելում է երկու բան։ Քարշակել։ Այո, չի թույլ տալիս իրականացնել քարշարկում եւ չի թույլ տալիս կցորդով բեռնատարներին։ Հիմա նշանը դա հենց ինքը սահման է։ Պիտի գաս, հասնես, հավասարվես տվյալ նշանին, նոր սկսի գործել։ Ուրեմն այով կթույլատրի։ Ապրես, որտեղ մենք չենք, երբ որ աճ շրջադարձ ես կատարում, հետագծով ես երթևեկում, արդեն դու չես հասնում ես նշանին, նշանը քեզ չի վերաբերվում։ Քարշարկում իրականացնել չի թույլ տա ուղիղ, բայց աճ ուղղությամբ կթույլատրվի։ Հիմա նորից կարդանք սլակներով նշվածներից որ ուղղությամբ կարող է շարունակել քարշարկումը վարորդը, հետագծով է կարող։ Լավ, մյուսը։ Բազանցն արգելվում է կարգավորվող խաչմերուկներում, չկարգավորվող խաչմերուկներում երկու դեպքում էլ։ Խաչմերուկում արգելվում է։ Մենք սրա մասին շատ ենք խոսել, խաչմերուկը կարևոր չի ինքը կարգավորվող է, թե չկարգավորվող խաչմերուկում բազանց չենք կատարում։ Կան հարցեր մեզ կհանդիպեն, անգամ նախորդ հանդիպումների ժամանակ էլի մեզ հանդիպել են այդ հարցերը, խաչմերուկին վերաբերվող
որտեղ կա նկարով խաչմերուկ, այլ ոչ թե այս հարցի նման խաչմերուկը պատկերված է, այնտեղ մեքենա է, որը վազանց է փորձում կատարել խաչմերուկում, էական չի լուսացույց կլինի, էական չի տրանսպորտամիջոցի արագությունը, ոչ մի բան հաշվի չենք առնում, խաչմերուկում վազանց կատարել չենք թույլատրում։ Լավ։ Հասկացա։ Երկու դեպքում։ Երկու դեպքում էլ արգելք։ Ու մեր վերջին հարցին այսօրվա հաղորդման։ Ահա։ Թույլատրվում է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել տվյալ իրադրությունում։ Խաչմերուկը։ Էլի նորից։ Նույն հարցը, տես, Ես ոչ մի բան չնայեցի էլ, ոչ նշան, ոչ բան։ Խաչմերուկը արգելեք։ Շատերին կթվա թե ենթադրենք այս ուղղությունը, այս ուղիղ ուղղությունը գլխավոր է, դե իհարկե հատվողը երկրորդ հատման։ Մտածում եմ, որ գլխավորի նշանը տեղադրված է, ինքը իրավունք ունենա այդ վազանցը կատարելու, բայց չի թույլատրում, քանի որ կա մեծ վտանգ։ Մի բան պետք է փորձել հիշել իմանալ, թեկուզ հետագա երթևեկության ընթացքում յուրաքանչյուր խաչմերուկի մոտենալիս արագությունը պետք է խելամիտ եւ ողջամիտ նվազեցնել, այլ ոչ թե բարձրացնել։ Չպետք է նայես հերվից տեսնես գլխավորի նշանը տեղադրված է, ասես ես գլխավորում եմ ու կհաստաս արագությունը ընթացքը մեքենայի ավելացնես։ Ոչ, պետքա նվազեցնել։ Ինչու՞ չի բացառվում հատվող ուղղությամբ ընթացողը, կանոնները չիմանա կամ միամտորեն մուտք գործի խաչմերուկ վթար տեղի չունենա, դա անվտանգության նկատառումներից իհարկե ելնելով։ Լավ, կամ շատ-շատերը տեսնում են լուսացույցի ազդանշանը կանաչ է իր ուղղությամբ, անգամ կա 40 վայրկյան կամ 30 վայրկյան ու արագությունը նվազեցնելու փոխարեն արագությունը բարձրացնում է։ Դա համարում է սխալ, այդպես չի կարելի անել։ Լավ, շատ էլ որ քո համար լուսացի ազդանշանը կանաչ է։ Ինչու նաև մի այսպիսի իրավիճակ էլ գոյություն ունի, չի բացառվում, որ հատվողությամբ ընթացողների համար հենց նոր փոխվեց լուսացի ազդանշանը կանաչ, նրանք չպետք է մուտք գործեն խաչմերուկ, եթե խաչմերուկի ներսում կան տրանսպորտային միջոցներ։ Այդ տրանսպորտային միջոցներին պետք է ազատ արձակել, բաց թողել, այսինքն զիջել։ Լավ, մուտք եմ գործել կանաչի ազդեցությամբ խաչմերուկ, ստացվել է այնպես, որ ես լուսացի կարմիր ազդանշանի դեպքում հայտնվել եմ խաչմերուկի կենտրոնում։ Ես պիտի ազատեմ այդ խաչմերուկը, իսկ հարևանվարորդները ինձ պիտի զիջեն։ Հասկացա։ Շնորհակալ եմ շատ դասի համար։ Եթե թույլ կտաք, մենք հարցի պատասխանենք։ Իհարկե։ Դիտողներից, ովքեր ուղղել են։ Լավ։ Այստեղ խնդրել են, որպեսզի ուշադիր են եղել ավելի ճիշտ ձեր խոստմանը, որպեսզի դուք խոստացել եք անդրադառնալ առանձին թեմաներին, թեստերի քննարկումներից հետո։ Հնարավոր կլինի մի փոքր բացառություն միջանկյալ առանձին անդրադառնալ խաչմերուկների թեմային, նոր անդրադարձանք, շրջադարձ հետադարձ նշաններով, առանց նշանների գոտիներով, քանի որ քննական թեստերի մեկնաբանությունների ժամանակ շատ ենք հանդիպում այդ թեմային ուղղված հարցերի։ Եկեք այսպեսի մի բան, քանի որ խաչմերուկի հետ կապված հարցերը շատ են, ես կխնդրեմ մեզ հարց ուղղողներին հենց նկարի տեսքով, օրինակ սկրինշոտի տեսքով մեզ ուղարկեն 1, 2, 3, 4, ինչքան կցանկանան խաչմերուկների օրինակներ, ասեն օրինակ այս խաչմերուկում ինչու է այսպես։ Մենք կոնկրետ օրինակի վրա փորձենք բացատրել, քանի որ ելի եմ ասում խաչմերուկները շատ են, լուսացույցերով, ճանապարհային նշաններով, կարգավորվող, չկարգավորվող, այդ բոլորին իհարկե մենք ելի անդրադառնում ենք, երբ որ մեզ հանդիպում է քննական թեստերի մեջ։ Նու առանձին էլ կարելի է որպես նյութ այդպիսի պատրաստել, հենց խաչմերուկներին վերաբերվող, բայց ինձ թվում է ծավալը կմեծացնենք։ Ընդհանուր գլոբալ խաչմերուկներին այսպես անդրադառնում ենք, իսկ հստակ կարծում եմ պետքա ինչ-որ օրինակ լինի։ Օրինակով թող մեզ ուղղեն, հենց իրենց օրինակի վրա փորձենք մենք բացատրել։ Հասկացա։ Տենց ինձ թվում է ավելի կլինի ճիշտ։ Շնորհակալ եմ շատ դասի համար, մյուս դասին արդեն թեստը կշարունակենք։ Շատ լավ։ Շնորհակալ։ Կարծում եմ այսօրվա հաղորդումն էլ ձեզ սովորեցրեց ավելի վստահ լինել եւ հավատալ ձեր ուժերին, որ դուք կարող եք։ Բազմաթիվ մեծ հետևողներ հենց մեր հաղորդման շնորհիվ են հաջողությամբ հանձնել տեսական քննությունը, ինչի առիթով շնորհավորում ենք բոլորին, իսկ մնացածին էլ մաղթում ենք հաջողություն։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։